Բոլորին բարի լույս հարգելի ժողովուրդ, Երևանում ժամը 11:11 օրը սկսում եմ սուրճով, ոնց նկատում եք այսօր մի քիչ լավ ուշ եմ զարթնել, սովորականի համեմատ 9-10 կողմերն եմ զարթնում, լինում է նաև որ էլ ավելի շուտ, եթե քունս չի տանում, այսօր սենց ստացվեց, հիմա ինչ ենք անում, մի հատ սուրճ ենք դնում նախ և առաջ, հիմա ձեզ ցույց կտամ այն մթերքները, որոնցով այսօր պետք է հիանալի փլավ պատրաստենք, բրինձով փլավ եմ պատրաստելու, շատ համեղ, հետաքրքիր։ Այսը սենց գնացինք նախաճաշ պատրաստելու սոված եմ, որ առոտվանից մենակ սուրճ եմ խմեմ այդ բաժին, վլոգ եմ նկարեմ ու Սալիքի համար ու հələ որ այդ կանեմ։ Ինակ միասին ձվածեղ պատրաստենք մի հատ, նստենք, վայելենք ու խոսենք։ Եկեք ձեթով անենք էլի, հա, անգամից մի քիչ ձեթ ենք ավելացնում թավայի մեջ, կարակով մի տեսակ ին վրա չի նստում, չգիտեմ ինչն է պատճառը, տարածենք, այսենց, մի քիչ շատ տարեցի, բայց ոչինչ, ձուն մի անգամից կոտրել եմ, 3 ձվով եմ ձվածեղը պատրաստում, եկեք ավելացնենք և ցույց տամ հետագա ընթացքը։ Հիմա տեսեք ինչ ենք անում, ես չեմ ուզում, որ սենց կլորավուն լինի, պարզապես այսենց ծակում եմ և այսենց գուշորեն տարածում։ Տեսեք սենց, և ավելացնում ենք աղը, ինձ թվում է դուք էլ եք ձվածեղ սիրում, դրա համար սենց լավ տարբերակ առաջարկեցի, իրան պետք չէ ամբողջությամբ խփել էլ, ինքը սենց հենց հրաշալի է ստացվում, սենց որ ամբողջությամբ իրար խառնված չի էլ է, պրոստը դեղնուսները ծակած է ու այսենց թեթև խառնած է, փորձեք անպայման, այսպես սենց, զրուցելու ժամանակ ձեզ հետաքրքիր բան պետք է ասեմ, լցնենք ափսեի մեջ, ինքը տեսականորեն արդեն պատրաստ է, իրան շատ պետք չի եփել, 1 րոպեն հերիք է, 1.5, անջատում ենք, որովհետև ինչի, որ շատ ենք եփում, պնդանում է ձուն ու դառնում է անհամ, իսկ սենց շատ համով է, երբ ինքը սենց ասած եփված է, բայց շատ պինդ չի, վերցնենք, ավելացնենք, իմ մոտ ստեղ ոնց տենում եք բրինձը, բասմատի բրինձ եմ առել երեք, այսա, լավ լվացել եմ մի քանի անգամ, ինքներդ գիտեք, որ փլավ պատրաստելուց բրինձը պետք է 7-8 անգամ լվալ, որպեսզի այդ իր մեջի օսլան լրիվ դուրս գա, կպչունությունը վերանա, որպեսզի մենք ստանանք հատիկ համով ընտիր բրինձ, եթե ճաշ եք պատրաստում, դուռը բաց է կներեք ձեների համար, եթե ճաշ եք պատրաստում, կարակ ընդհակառակը թողեք քիչ լվակ ավելի 2-3 անգամ, որպեսզի կպչունություն լինի, ճաշը լինի էլ ավելի թանձր։
Այս գաղտնիքներից մեկը կիսվեն ձերը, դի մոտ նաև ստե լոլիկա, սոխա, սխտորա, գազերա տայնում եք ինքներդ ու մի շարք համեմունքներ, դե սրանց մասին չխոսամ, մեկ է հավի մսով եմ պատրաստելու, կանաչի էլ իհարկե լինելու մեջը ու մեկ առանձնահատկությունով, որ այդ սաղ գնալու է ջեռոց։ Ես մեկ նմանատիպ բաղադրատոմս ունեմ իմ ալիքում, ջեռոցում լավ պատրաստած, սա երկրորդն է լինելու, բայց բաղադրիչները արդեն տարբեր են ու պատրաստվում է լրիվ մի քիչ այլ կերպով, էլի։ Տեսեք ժողովուրդ ինչ եմ արել, հիմա պատրաստում ենք այդ փլավը, գրեթե ամեն ինչ կտրատել եմ արդեն, բայց ինձ հիմա սա է հետաքրքիր, որ ձեզ բացատրեմ, տեսեք, հավի կրծքամիսը կտրատել եմ կտորների, գազարի սոխի հետ միասին մարինացրել եմ սենց իրար հետ, համեմունքներ եմ ավելացրել, թողել եմ մի 10-15 րոպե ու ձեթով ժարիտ եմ արել, շատ թեթև, այնքան որ հավի միսը գույնը փոխի, փափկի, սենց հաստատ ավելի համով է լինում, քանց թե որ միանգամից դնենք ջեռոց կամ չգիտեմ ինչ, կրկնակի անգամ սենց ասած համ է հաղորդվում, համ սենց պատրաստած, համ նենց որ փորձելուց սենց փորձեք անպայման։ Հիմա ես ինչ եմ անելու, գիտեք, ավելացնելու եմ այս բրինձը ու մնացած բաղադրիչները այս ափսեի մեջ, նայեք, ջեռոցի համար նախատեսված տոպրակ եմ վրան դնելու, ավելի ճիշտ դնելու եմ տոպրակի մեջ այս ափսեն ու տենց ջեռոցում պատրաստելու եմ, ինձ թվում է հասկացաք ինչ համեղության մասին է խոսքը գնում, Ես էլ սենց մուծումը արեցինք, հիմա շարժվենք դեպի երևի թե Ռայկոմ, ուրեմն տնից դուրս գալուց առաջ ես գտա տեղ կա հատուկ, որտեղ վաճառում են տենց բաներ, հենց հատուկի մուզածը, բայց վաճառում են շատ մեծ քանակությամբ, կարծեմ 600 հատից է սկսում, հիմա չեմ անում, եթե ստե հատով լինի, ինձ մի 30 հատ է պետք երևի թե ոչ ավել 40, ամենայն դեպս հիմա, որտև հետո աջիկա բան ենք սարքելու, տեղ անի էլի, մի անգամից նույնատիպ բաների մեջ լցնեմ թափանցիկ, որ ջոգենք, ինչը ինչոց է, բայց Ռայկոմում ինձ թվում է պետք է որ լինի, մի հատ ընտեղ խանութ կա, 1000 մի մանրուք է կոչվում, մի հատ դե նայենք, մեկ էլ հանրախանութում, վերջի հատվածի, ոնց է չլինի մի բան կգտնենք, էլի, հելը որ ժամանակավոր միջև տենց ու համել այսօր է շտապեք, պետք որտև այդ իգրան պետք է լցնեմ այդ ափսեների մեջ, դնեմ խոլըտ, կեսը լցրել եմ, կեսը տեղ չի արել, ափսե չի եղել ու դրա համար այդ մեծերի մեջ չեմ ուզում լցնեմ, որ նենց լինի հանենք, օգտագործենք, էլի, մի անգամից շարժվենք, տենանք կաթ չկա, եթե ստեղ եք չլինի, ուրեմ կպատվիրեմ այդ տեղից, որտեղից գտա, տեղից կբերեն, ինչ ասեմ, դե բնականաբար ոչ 600 հատ իհարկե, բայց երևի մի 100-150 հատ մի անգամից ձեռքի տակ ունենանք, լրիվ ճիշտ տարբերակ է նմանատիպ ուրեմն պահածոների համար, իսկ մարինատ սենց բաները իհարկե պետք է փակել, այլ կերպ հնարավոր չի դա բայել, շարժվենք տենանք մի խոսքով, ուրեմն համ 1000 մի մանրուքը, համ առևտրի կենտրոնը փոխել են լրիվ այլ բաներ են ստե վաճառում, տեղափոխվել է ինչը արել չգիտեմ, դի գնանք հիմա ստիպված Կոմիտասի կողմ արդեն, որտև ընդեղ եկա մի երկու տեղ սենց հրատապ առնելու, դե չլինի նոր պետք է պատվիրեմ արդեն, որտև այլ ձև չկա,
Սա տենենք։ Այսեր սեն ժողորդ գտա վերջապես, հաստորան մեր տան կողքի խանութուն կար, հեսա գնանք տուն քննարկենք։ Այսեր սեն ժողորդ, արագ ցույց տամ ինչ առանքը, ուրեմն, այսպես բաներ, տեսեք, սիրուն փոքրիկ, կամպակտնի, թթվասերի տուփի մեծության, այսը, տեսեք, սիրուն պստլիկ, այսենց մեկ անգամյա օգտագործման, ի նկատի ունենք տարան չէ, որ մեջը հեսա պետք է լցնենք սմբուկի խայարը, դնենք սարցախցի, հանելուց հենց մեկ անգամվա օգտագործման համար լրիվ նորմալ է, տեսեք, սիրուն, մի քիչ թանկ էր, 400 դրամ էր, բայց 400 առնեմ, այսա, իրա կափարիչներով, իսկ այն ինչ, որ ես նախատեսել եմ պատվիրել, այդ արդեն լրիվ ուրիշ բան է, սենց թափանցիկ, ոնց ասեմ ձեզ, օրինակ սուպերմարկետից որ աղցանեք է գնում, մեջը լցնում են, այ դրանից եմ պատվիրելու, մի 50 հատ երևի, 100 հատ կամ, որպեսզի այս տիպի բոլոր պահածոները մի անգամից ձեռքից տակես ունենամ, լցնեմ մեջը, դնեմ սարցախցիկ, սա սենց, ձեռի հետ նաև, անձեռոսիկ եմ սովորական առայջ, ունենք ու այսքանը, հələ որ հիմա այս սուրճից վերջին կաթիլները, որ առավոտը չեմ խմեմ, անցնենք այս ափսեները լվալուն ու խավիարը լցնենք արդեն ափսեներով, այսպես սենց, լավ լվացի բոլորը մի անգամից, եկեք լցնենք արդեն այսպես այս պետք է լցնենք, որ ձերից ձեր այսպես լցվի, մի հատ այսպես խփում ենք սեղանին, այսպես ենք անում, մի գթալ է կարելի է, լավ է, փակենք մի անգամից, այսպես, ու այսպես, տենում եք ինչ, սիրուն, հերմետիկ, անտիճ տուփեր են, ափսեներ են, ասում են տուփեր, այսպես բոլորը եկեք անենք, ինչ էլ մնա տակը, արդեն հիմիկվա վայելելու համար կմնա, հինգ ճաշի գթալ մոտավորապես, մի հատ էլ լցնենք, բավական է, այսեք թողենք սենց վայելելու համար, այն մեկը նույնիսկ շատ եղավ, վերջ, այսքան բան տեղափոխենք սարցախցիկ,